Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Առաջինի եթերում մանրամասներ են, բարև ձեզ, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Ինչ խոսք անցնող տարին բավականին ձեռքբերումների տարի եղավ, հաշվի առնելով անվտանգային ոլորտում առկա խնդիրները եւ Հայաստանի խոցելիությունը հայտնի իրադարձությունների արդյունքում 20-ից 23 թվական անկած իրադարձությունների արդյունքում եւ այս առումով հիմնական ձեռքբերումը, անշուշտ ձեռքբերումը, որը ես համարում եմ այդպեսին, դա օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթերն են, այսինքն անվտանգությունը անգամներով աճեց ի շնորհիվ դիվանագիտական ձեռքբերումների, ի շնորհիվ այն պայմանավորվածությունների, որը մենք ձեռք բերեցինք առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երբ որ Հայաստանում առաջին հերթին Հայաստանի հարավում, ես դա այդպես եմ կոչում, հայտնվել է ամերիկյան դրոշը։ Ինչ խոսք, սա այն երկու հիմնական անվտանգային կոմպոնենտներից մեկն է, դիվանագիտությունը, ռազմաքաղաքական իրողությունները եւ քաղաքականությունը, բայց կա նաեւ երկրորդ կոմպոնենտը, որը ոչ պակաս կարեւոր չէ, դա ներքին կարողությունների համարապնդումն է, պաշտպանական կառույցներն են, դա բանակի արդիականացումն է եւ բարեփոխումներն են։ Ինչպիսին էր 2025-ը այս տեսանկյունից, մեզ այսօր կպատմի եւ կներկայացնի անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Խնդրեմ։ Նախ նշենք այն ձեռքբերումները, որոնք որ կապված են զենք զինամթերքի հետ, դրանք իրոք կան, դրանց հստակ միջոցներ հատկացվում են։ Մյուսը պաշտպանական ինժեներական աշխատանքներն են, որի մասին շատ խոսվում է, եւ սոցիալական որոշակի բաղադրիչներ փորձում են արդեն ներքին անվտանգության հետ կապված, որովհետեւ սոցիալական անվտանգությունը պետք չէ տարբերել, ասենք, ներքին այլ անվտանգային խնդիրներից եւ նպատակներից։ Որոշակի խնդիրներ փորձում են այս առումով լուծվել, որոշակի հատկացումներ կապված երեխաների օրինակ դեմոգրաֆիական խնդիր են փորձում լուծել շատ երեխաներ ունեցող ընտանիքների հետ կապված, որոշակի խնդիրներ կապված այդ քեշբեքների հետ, որոնք որ փորձում են 2% օրինակ վերադարձել, ավելի անկանխիկ ստեղծեն, որը որ երկու նպատակ է հետապնդում, մեկ կոռուպցիոն ռիսկերն է նվազեցնում, մյուսը որոշակի եկամուտ է ապահովում, չնայած քիչ, սակայն ամբողջ այս ձեռքբերումների հետ, թե պաշտպանության, թե ներքին անվտանգության, մենք ունենք որոշակի խնդիրներ եւ լուրջ բոստումներ, որոնց վրա ոչ միայն պետք է աշխատել, այլ նաեւ անմիջապես դրանք շտկել է պետք։ Մենք տեսեք խոսվեց ԱԱԿ-ին ավիացիայի ձեռքբերման մասին այս տարի, անգամ ձեր նշված 23 թվականին, 24 թվականին է խոսվել սրա մասին։ Խոսվեց նաև, որ փորձել են Հնդկաստանից որոշակի միջոցներ ավիացիոն, այսպես ասած, մանուսնարապես կործանիչ ավիացիայի հետ կապված։ Բայց սա հակազդեցություն է նաև նրան, որ Ադրբեջանը տերություն է դառնում ավիացիոն, կործանիչային եւ ձեռք է բերում շատ մեծ թվով պակիստանա-չինական կործանիչներ, որոնք որ միանշանակ վտանգ են ոչ միայն մեր համար, այլ նաև տարածաշրջանում լուրջ գործոն են դառնում Ադրբեջանը, նաև վտանգ են հանդիսանալու Իրանի համար։ Բայց ընդհանուր անվտանգային շրջապատը, մեր շրջակայքը, այսպես ասած, դրսի եւ դրա համարժեք ներսի լուծումները, ավելի ճիշտ ներքին լուծումները, դրանք դրսի հետ կապված, այսպես ասած, համարժեք չեն։ Այս տարիների ընթացքում մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք նաև արտաքին գործոններին։ Ինչ ունենք մեր շրջապատում։ Նախ առաջինը եկեք Ասիայից գանք դեպի Եվրոպա։ Ասիայում Չինաստանը այսօր շատ լուրջ նախապատրաստվում է Թայվանի հետ խնդիրը լուծելու։ Հենց հիմա զինավարժություններ են գնում։ Հենց այս պահին բավականին մեծ զինավարժություններ են։ Շրջապատել են Թայվանը բոլոր կողմերից։ Թայվանն էլ առաջին կարգի հենց այս պահին
պատրաստություն է տեսել, ինքն էլ իր միջոցներն է հանել, ավիացիոն, նավային, ջրային, օդային ամբողջ միջոցները մոբիլիզացված են եւ անգամ ինքնաթիռներն են հատվում մեկ մյուսի հետ, այս պահին օդում։ Եվ Չինաստանը մի քանի միջոց է ընդորում մոբիլիզացնում ավիակիրների քանակը ըստ բանի Միացյալ Նահանգների 30 թվականից 35 թվականը փորձելու է հասցնել 6 ավիակիրի։ Սա ինչ է նշանակում, որ բավականին լուրջ է տրամադրված ԱՄՆ-ը քանիսն են 13 է այս պահին մոտարապես, հա, ոչ թե մոտարապես 13-ն են, որոնցից մի քանիսը անգամ բանում են հենց հիմա օվկիանոսում են։ Խաղաղ օվկիանոսում։ Խաղաղ օվկիանոսում են եւ այս պայի դրությամբ Չինաստանը իր նավային, այսպես ասած, ջրատարողությամբ ասում է, ընդ որում Միացյալ Նահանգներին, չնայած տեխնոլոգիական առումով շատ հետ է, հարվածային միջոցներով շատ հետ է, բայց հրթիռային միջոցները շատ է զարգացնում։ Նաև հոդվածներ դուրս եկան, որոնք որ խոսում են ատոմային միջուկային կրիչների միջբալիստիկա 1000-ից ավել ուզում է մինչև 30 թվականը միջբալիստիկ արդեն կրիչ ունենա։ Սա խոսում է նրա մասին, որ առաջի փուլում սրա մասին վերլուծություն, ընդ որում չգիտեմ դուք թատերաբեմին հետևում եք թե չէ, բայց այնտեղ մեր էջում դրած է եւ վերլուծությունները կլինեն Չինաստանի, առաջի փուլում Թայվանի շրջափակումն է լինելու, որպեսզի ստուգեն Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ մյուս դաշնակիցների ռեակցիան։ Ճապոնիա ասացի, հիշեցինք, Ճապոնիայի բյուջեն 48 միլիարդ դարձավ 26 թվականի համար ռազմական։ Սա հետ պատերազմյան Ճապոնիայի համար ամենամեծ բյուջեն է, չի ունեցել ընդ որում Ճապոնիան այսպիսի մեծ բյուջե, այնտեղ չենք մանրանա, թե ինչ են արտադրվելու, նոր ինչ է արտադրելու, այդ թվում նաև 6-րդ սերնդի գործանիչի մասին է հայտարարել Ճապոնիան 35 թվականին օդը պարզանալու, եւ եթե կանք Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա, Հյուսիսային Կորեան իր հերթին Ռուսաստանի միջոցով բավականին մեծ թափով արտադրում է եւ սկսել է նոր տեխնոլոգիաներ կիրառել հրթիռների, ԱԹՍ-ների եւ մնացած զինատեսակների մեջ, Հարավային Կորեան էլ հետ չի մնում, հələ մի բան էլ առաջ։ Եթե մի քիչ գանք, ապա կտեսնենք, որ Ուկրաինա-Ռուսաստան հարցում Միացյալ Նահանգները շատ շտապում են, ինչու, որովհետեւ ըստ երևույթին ունեն տեղեկատվություն, որ հնարավոր է Չինաստանը փորձի Թայվանի հարցը ուժով լուծել։ Սա ինչի վրա է ազդելու, մենք կանադարն ենք, հա, միասին։ Մյուսը եկեք գանք Եվրոպա, հետո իջնենք Աֆրիկա։ Եվրոպական զարգացած պետությունները գրեթե բոլորը, բացի Ֆրանսիայից, վերականգնում են ժամկետային զինծառայությունը։ Օրինակ, հունվարի 1-ից Գերմանիայում ժամկետային զինծառայության մասին օրենքը ուժի մեջ է մտնում։ Գերմանիան մոտ $100 միլիարդ Իսկ կամավոր հիմունքներով, եթե չեմ սխալվում։ Կամավոր հիմունքներով շատ խնդիրներ կա, թե ով է այդ կամավորը, ինչու պետք է գնա եւ այլն, բայց դա քայլ է լինելու հետագայում հնարավոր է նաեւ ոչ կամավոր հիմունքներով, որովհետեւ Տրամփի քաղաքականությունը, որը որ բերում է, ասում է ավելի ուժեղ Միացյալ Նահանգներ, ենթադրում է նաեւ ավելի ուժեղ Եվրոպական միություն, որովհետև եթե Միացյալ Նահանգները միայն սկսում են մտածել իրենց մասին եւ Թայվանի մասին, ապա սա շանս է եւ ռիսկ է միևնույն ժամանակ Եվրոպական միության համար։ Իսկ Եվրոպական միության, այսպես ասած, հիմնական քաշող ուժերը 3-4 պետություն են՝ Իտալիան, Ֆրանսիան եւ առաջի հերթին Գերմանիան եւ մի փոքր էլ այսօր ինքը Լեհաստան, ինչքանն էլ որ այսպես ասած հակասական չհնչի, ապա Իսպանիային այսօր ռազմական ծախսերով անցել է։ Միայն 4.7 միլիարդ դոլարի ապաչ հարվածային ուղղաթիռներ են պատվիրել Միացյալ Նահանգներից, մենք գիտենք, թե Լեհաստանը ինչ խնդիրներ ունի։ Լեհաստան 11-րդ դարից Գերմանիայի ու Ռուսաստանի հետ կապված այն ժամանակ ռուսներ կապված խնդիրներ է ունեցել։ Հայտնի անեկդոտի նման այլմոլորակայինների մասին։ Եվ չթարածվենք այս մասին, խոսենք, իջնենք Աֆրիկա։ Աֆրիկայում շատ դուրս պայքար է գնում։ Ասենք Սուդանում, Լիբիայում մենք տեսանք Լիբիայում ինչ եղավ,
այն Լիբիան, որը որ երկու մասի է բաժանված, այսինքն Տրիպոլի ներկայացությունը, որը որ գնաց ֆրանսիական բաների օդաչուների երաշխավորությամբ հետ էր գալիս Թուրքիայից, մենք տեսանք, որ շտաբի պետը տեղակալները եւ անգամ ֆրանսիական օդաչուների ներկայացումը չկանգնեցրեց ավիավթարը, այսպես ասած, դրա մասին շատ լուրջ խոսակցություններ կա, որովհետև դրանք ըստ երևույթին այն հակառակորդ ուժերն են, որոնք որ պատերազմում են թուրքական կողմի, այսպես ասած, իշխանության դեմ, հա, Լիբիայի։ Մյուս կողմից Պակիստանը ֆինանսավորում է արևելյան մասը։ Այստեղ միգուցե հակասություն կա, բայց շատ վերլուծաբաններ ասում են, որ Պակիստան եւ օրինակ Թուրքիան կարող է հակամարտության մեջ չմտնեն, այլ որոշեն, թե ինչպես են լուծելու Լիբիայի հարցը, որովհետև արևելյան Լիբիային 4 միլիարդ դոլարի միայն զենք զինամթերք է մատակարարելու Պակիստանը, նոր համաձայնագրով։ Սուդանում մի քանի Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, այն մնացած երկրները չասեմ ինչ կատարում։ Ամենահետաքրքիրը որ տեղի ունեցավ Սոմալիի հետ կապված, Իսրայելը ճանաչեց Սոմալիի մի մասի անկախությունը, իսկ Ադրբեջանը այսօր քննադատեց Սոմալիի, այսպես ասած, անջատողականությունը։ Ու ինչ է ստացվում։ Ստացվում է մյուս կողմից, որ Հունաստան, Իսրայել, Կիպրոս իրար հետ այսօր դաշինք են կազմել եւ 3 վերջի փաստաթուղթը ստորագրվեց։ Սա ուղղված է Թուրքիայի դեմ, թե հատկապես ով է բաժանելու Ադրբեջանը այստեղ, այսպես ասած, իրար մեջ Իսրայելը, թե Թուրքիան, թե ում կողմ է թեքվելու, սա կերևա, սա շատ երկար չի կարող այս բանը տարածվել, էլի։ Մյուս կողմից Պարսկաստանը մենք տեսնում ենք, որ մեկ օրվա ընթացքում կարող է պարսկական թումանը 2000-ով, ասենք 140,000 էր, հա, 142,000 դառնալ, այնենք շաբաթ կիրակի արանքում, երբ որ չեն աշխատում բանկերը։ Ու այսօր Պարսկաստանում շատ մեծ միտինգներ են տարածվել են որոշ քաղաքներում եւ այս պարսկական իրանական հարցներն է խնդիր մեր համար, այսինքն այս ամբողջ արտաքինն է ինչ որ կատարում է արտաքին աշխարհում։ Մենք հասկանում ենք, որ խաղաղությունը մեզանից ընդհանրապես կախված չէ։ Հա թրիպը որոշակի երաշխիք է եւ դրա մասին կարող ենք հաստատ ասել, որ փոխկապվածությունը եւ փոխհարաբերվելը որոշակի երաշխիքներ կարող են ստեղծել, հա, ասենք առևտրային փոխկապվածությունը եւ այլն։ Բայց եթե մենք խնդիր ունենանք Թայվանի հետ, ապա այստեղ միանշանակ է, որ թրիպը չի աշխատելու։ Ես հենց դա եմ ուզում ասել, ես ակնարկը զգացի, երբ որ դուք խոսում եք, ասացիք, որ կանրադառնա, ընդունենք, ենթադրենք, չնայած սա շատ դեստրուկտիվ սցենար է, հուսանք, որ այնտեղի չի ունենա, որ Չինաստանը հարձակվում է Թայվանի վրա, ԱՄՆ-ն մտնում է պատերազմի մեջ, ԱՄՆ-ն չի կարող, ես կարծում եմ, չի կարող ուշադրություն չդարձնել դրան։ Ինչպես դա կանդրադառնա թրիպի վրա։ Բացասական, որովհետև ռուսերենն ասեմ, որովհետև հայերեն համարժեք, նիդա է տվում, ասենց ասած, ռուսերեն որ ասենք, իրենք նետեց շատ լավ։ Այսինքն մենք կարող ենք համեմատել սա Ուկրաինայի իրավիճակի հետ, երբ որ ռուսները ասում են ամբողջ ռեսուրսը ուղղված է Ուկրաինայում, այստեղ արդեն ամբողջ ռեսուրսը ԱՄՆ-ի ուղղված է Թայվանի վրա։ Միանշանակ, որովհետև եթե շրջափակումը գնա եւ Միացյալ Նահանգները շրջափակմանը ռեակցիա չտան, այսինքն пассив դիրք վերցնեն, ինչպես նաև այսօր տեսնում ենք, որ միկրոչիպերի արտադրության հիմնական բանը Թրամփը փորձում է փոխադրել Միացյալ Նահանգներ, որպեսզի թայվանական ռիսկից ազատվի։ Հետո Չինաստանը այսօր ինչ է ասում, իր գլխավոր բանը ո՞րն է, մեսեջը ո՞րն է այսօրվա, միայն շրջափակումը չի։ Այսօրվա չինական բաները որ նայենք, մենք վերնագրերը, այս զորավարժությունների անվանումը կոչվում է գխատում։ Հենց այդպես դրել են չինացիները անվանումը։ Այսինքն իրենք գլոբալ հարված են գնալու, փորձելու են թայվանական իշխանությունը գխատել։ Սա չգիտեմ ինչքանով կհաջողվի, որովհետև սա իրականում շատ բարդ գործ է, մենք փորձենք երկրորդ մասով մեր անդրադառնալ
հաստատ կթողարկենք դա երկրորդ եւ երրորդ մասում, թե ինչ սցենարներ կարող են զարգանալ, որովհետեւ շատ վերլուծական նյութեր կա այս մասին, կարող ենք համադրել եւ այդ մասը շատ կարճ Facebook-ի էջում գտնենք, բայց կարևոր բան կա, ինչու է այսօր Թրամփը այսպես շտապում, բոլորը ասում են, Ռուսաստանի կողմից է, չէ, ես օրինակ համաձայն չեմ։ Ես էլ հավատացել չեմ։ Շտապում է, որովհետև հաստատ տվյալներ ունի, որ ինչ-որ մի բան կատարվելու է, որ ասենք Ուկրաինան իրեն հաստատ չի հետաքրքրելու։ Եթե Ուկրաինան չի հետաքրքրելու, առավել եւս Հարավային Կովկասը չի կարող հետաքրքրել այդ պահի դրությամբ։ Այսինքն ունի Եվրոպային ինչ է ասում, ասում է Ուկրաինան ձերն է, դուք պետք է այն ինչ որ պետք է։ Ուզում եք ինձանից գնեք զենք, ես ձեզ ուզում եք 5% սարքեք։ Մի քանի աչականները փորձում են Եվրոպային զգուշացնել, որ վաղը չեմ իսօր անգամ մասներ հայտարարել, որ այնտեղ լուրջ ժողովրդագրական արդեն այնպիսի փոփոխություններ են եղել, որ Եվրոպան չի կարող դիմադրություն եւ դիմադրողականություն ձեռք բերել։ Այսինքն կապված է բանի հետ, միգրացիոն պրոցեսների հետ, միգրանտների հետ, քանի անգամ են այդ նույնը զգուշացնում, հենց այնպես չէ, որ զգուշացնում են, իրենք զգում են, որ մի բան պետք է թողնեն Եվրոպայի վրա, իսկ դրա համար պետք է ուժեղ Եվրոպա։ Դա պետք է լինի համենայն դեպս այն Եվրոպան, որը որ կարող էր պատերազմել ինքնուրույն։ Եկեք ընդունենք, որ 45 թվականից հետո Եվրոպան ինքնուրույն պատերազմելու ամբողջ ունակությունը տվել է Միացյալ Նահանգներին։ Մի մասը Միացյալ Նահանգներինն էր, մի մասը Խորհրդային Միությանն էր։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են, զբաղվեք նրանով, որ դուք էլ ինքնուրույն կարողանաք որոշակի ուժ, որովհետև այսօր ինչ որ անում է Ռուսաստանը, Ռուսաստանը ինչ է անում, այսօր իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը։ Այսինքն ասում է, ես ուժեղ եմ, ուրեմն իրավունք ունեմ, իսկ սա 45 թվականից հետո եղած բալանսավորման խախտումն է։ Իմ սահման այնտեղ է, որտեղ իմ զորքն է կայունացվում։ Որտեղ իմ ուժը բավարարում է, որպեսզի ես այն ունենամ։ Մենք տեղեկություններ ունենք, որ ասենք, չգիտեմ, փող նախագահն է գալու Հայաստան, բայց մինչև դա տեղեկություններ կան, որ Ռուսաստանից են որոշակին ոչ պաշտոնական ներկայացական բաներ լինելու, ընդ որում հանդիպումներ կառավարությունում կարող է չլինեն։ Կան մամուլում այդ ձևի հրապարակումներ, կտեսնենք հունվարի կեսերից մինչև հունվարի վերջ Երևան։ Ինչ պիտի մեզ առաջարկի Ռուսաստանը։ Եթե ոչ պաշտոնական է, սա նշանակում է, որ դեմարշա ու ոչ մի բան այս պահին պաշտոնապես ոչ մի բան չունի առաջարկելու։ Ռուսաստանը մեզ սպառնալիքներ հնարավոր է, Ռուսաստանը մեզ կարող առաջարկել օրինակ ռուսական ատոմային էներգետիկան շատ լավն է, բայց ոչ պաշտոնական ներկայացումը դեպի Հայաստանի Հանրապետություն ներկայացուցիչ ուղարկել հաստատ էներգետիկայի մասին չի լինելու։ Ու հետևաբար ինչ է պետք անել։ Պետք է այն ինչի մասին, որ ես սկզբից նշեցի, այն ներքին բարեփոխումների, որոնք որ խոսում են, ներկայացվում են, տեսեք, կան որոշակի փոփոխություններ դրական։ Սոցիալական բաղադրիչները ասեցի բնակչության, ծառայողներին նույնպես որոշակի փոփոխություններ կա։ Ատեստացիան փոփոխություններ են, որոշակի փոփոխություններ կան կառավարության որոշումներում, որոնք որ վերաբերվում են բնականային ֆոնդին, դրանց ցանցներին, բայց ընդհանուր առմամբ սոցիալական բաղադրիչը համակարգային չի փոխվում, կառավարման համակարգը համակարգային փոփոխության ենթարկված չէ։ Մենք դերևս, չգիտեմ, օրինակ падգամավորի մակարդակի ենք իմանում, օրինակ, չգիտեմ, գործակալների մասին, սա անհետեթություն է։ Երբ որ դու կարդում ես, որ падգամավորը խոսում է գործակալի մասին, քո մոտ հարց է առաջանում, իսկ որտեղ է քո հատուկ ծառայությունները։ Հետևաբար ինչ է նշանակում, որ քո հատուկ ծառայությունները Հատուկ ծառայությունները փաստաթուղթը հրապարակեցին, ասացին ռուսերեն պետք է լինի, հայերեն, ուրեմն եկեք համաձայնենք, որ այդ տիպի փաստաթուղթ ես եւ դուք էլ կարող ենք ստեղծել եւ հրապարակել։ Դե 21-րդ դարում բոլորն էլ կարող են ստեղծել, պարոն Ներսյան, սա բայց էլի արգումենտ չէ, էլի։ Հատուկ ծառայության խնդիրը փաստաթուղթ հրապարակելը չի։ Ունի օրենքով իր վրա դրված խնդիրներ։ Լավ, եկեք դրան բան չանենք, հա։ Եվ պետք է դատարանում լիներ այդ փաստաթուղթը դատարանում ապացույց պիտի հանդիսանա։ Դուք ճիշտ ուղղությամբ տարակ մեր զրույցը, եկեք այդ ուղղությամբ շարունակենք։ Երբ որ ես լսում եմ ձեր ներկայացրած պատկերը, ինձ մոտ այսպեսի քարտեզ է առաջանում աչքիս առաջ, որտեղ ԱՄՆ-ն
շարժվում է դեպի արևելք, դեպի Չինաստան, ահագին ժամանակ է շարժվում, մի քանի տարի է մինչև Թրամփի գալը, Իրան, Սիրիա, չէ՞։ Ուկրաինա, հիմա հարավային Կովկասը Թրիպով է, կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան։ Հիմա Չինաստանը որոշել է շարժվել դեպի արևմուտք, շարժվելով դեպի Թայվան, ամենակարճ ճանապարհով, որպես պատասխան։ Իմ պատկերացումը սա է։ Համամիտեք թե համամիտ չեք, խնդրեմ նաև ձեր տեսակետը։ Հա, համամիտ է։ Սա պատասխան քայլ է։ Հա, իհարկե, որովհետև Չինաստանը շարժում է դեպի Եվրոպա։ Չինաստանը այլ յետ չունի, Չինաստանի ներքին շուկա չի բավարարում այլևս, որպեսզի ինքը տնտեսական զարգացում ապահովի։ Իրենք շատ մեծ ներդրումներ արեցին ներքին շուկայում, բայց դա էլ արդեն սպառվում է։ Բայց ինքը ժողովրդագրական իհարկե ժողովրդագրական խնդիր էլ ունի ախր։ Այո, շատ լուրջ։ Շատ լուրջ Հնդկաստանը մի երեխայի քաղաքականությունը բերել է շատ վատ հետևանքների։ Եվ այս ճանապարհները ինչով են անցնում, ախր մենք 3 աստիճանի բլոկավորում ունենք Չինաստանի։ ԱՄՆ-ն ժամանակին այդ 3 աստիճանը ապահովել է, առաջի գիծը Թայվանն է, երկրորդը Ֆիլիպիններն են եւ այդ կղզիներն են, երրորդը Ավստրալիան է։ Սրա մասին մեր ազգաբնակության մոտ ընդհանրապես չի խոսվում, չի քննարկվում։ Դե հետո աուկուսկա չէ, հա, իհարկե այս 3 գիծը խանգարում է, որպեսզի ինքը ծովային նորմալ ճանապարհ ունենա դեպի Եվրոպա։ Ինչու է ինքը բանը մետաքսի ճանապարհը սարքել, որպեսզի կարողանա այլընտրանք ստեղծի ծովային եւ օվկիանոսային այս ճանապարհներին, էժան ճանապարհներ։ Մեկն էլ հենց նույն տրիպը կարող է լինել, ինչու՞ չէ, այստեղ կարտեն կախված է թե մենք ինչպես կկառավարենք։ Պարոն Ներսիսյան, իմ մոտ կա հստակ այսպիսի մի զգացում, պատկերացում, սա իմ անձնական կարծիքն է, որ Թրամփը այս բոլոր գործողություններով իր հարավային Կովկասում, Ուկրաինայում, կենտրոնական պատրաստվում է իր կյանքի ամենագլխավոր գործարքին, որը լինելու է Սի Ցզինպինի հետ։ Հիմա ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Սի Ցզինպինն էլ է որոշել այդ գործարքին պատրաստվել եւ արգումենտներ է բերում առաջ, ստեղծում է նոր իրողություն։ Եթե մենք դիտարկենք այս ընդհանուր իրավիճակը այս համատեքստում, մենք կարող ենք ենթադրել, որ սա ուժի ցուցադրում է Թայվանի շուրջ, պատերազմին նրանք չեն գնա, ուղղակի ցույց են տալի, թե ինչի են ունակ, որպեսզի այդ գործարքի ժամանակ, երբ որ նրանք նստեն ու իրար հետ զրուցեն, իսկ դա անպայման լինելու է, ես 100%-ով վստահ եմ, Թրամփի օրոք է լինելու։ Ինքն էլ ունենա իր արգումենտները եւ իր խաղաղ թղթերը դնի սեղանին։ Այո, ուղղակի մի հատ խնդիր ունենք, Սի Ցզինպինին ժամանակին զգուշացել են, որ պետք է այդ փաստաթուղթը կնքվի համատեղ ընդհանուր առևտրական շահերի ու այսպես ասած առևտրային միավորման միջոցով, որպեսզի այս երկրները ավելի շատ ունենան ընդհանուր շահեր, քան թե հակասություններ։ Սի Ցզինպինը ըստ էության հեղաշրջում արեց ներսում։ Իսկն այն կառավարումը, որ պետք է իրականացներ, 2 տարի առաջ այդ կառավարիչներին հեռացեց։ Սի Ցզինպինը այսօր ամբողջ բանակը մաքրում է, եթե դու, չգիտեմ, տեսել եք թե չէ, գլխավոր շտաբի կեսը գրեթե գոյություն չունի, նշանակվում են նոր սպայական եւ գեներալից հետ նոր նշանակվում, նոր կոռուպցիոն գործեր են վերանվում։ Բացի դրանից, Սի Ցզինպինը ըստ էության պետք է չհայտարարեր, որ 27 թվականին Թայվանը հաստատ հետ են վերադարձում։ Այսինքն որոշակի առումով փակուղի Չինաստանին մտցրել է հենց Սի Ցզինպինի կառավարումը, որովհետև կոմունիստական կառավարումը գնացել է մի փոքր դեպի պլանային կառավարում։ Այսինքն այն ինչ ճանապարհով, որ իրեն գնացել են, Չինաստանը զարգացել հասել է այսօրվան, իրեն գնացել են պլանային կառավարման։ Այդ պլանային կառավարման արդյունքում օրինակ ունեն այսօր փուչիկ անշարժ գույքի շուկայում ահռելի քանակությամբ անշարժ գույք ունեն, որ քաղաքներ ունեն, որտեղ որ մարդ չի բնակվում։ Ընտանիք կա 4-5 բնակարան է առել, որ հետակայում կարողանա, բայց այդ բնակարանը ըստ էության արդեն վեր չի կարող վաճառել կամ շուկայում գույություն չունի։ Մեքենաների հարցում, որ ասենք մենք չինական մեքենաները տեսնում ենք, հա, ինչ ահռելի քանակությամբ են արտադրում, ասենք քաղաքի նման BYD-ին քաղաք է սարքել, որտեղ որ ասենք մեծ բազմամիլիոնանոց քաղաքի չափ միայն ռոբոտներ են։ Բայց սա որտեղ պետք է իրացնի Եվրոպայում, իսկ Եվրոպան ում ավելի շատ ապրանքների իրացնելն է, բանը Միացյալ Նահանգների թե Չինաստանի։ Չինաստանը այս առումով ասում է Թայվանը իմը պետք է լինի,
ու այս ճանապարհները ըստ էության Թայվանի երկու խնդիր է լուծում, մեկը միկրոչիպերի հետ կապված, մյուսը ծովային ճանապարհն է բացում իր համար Թայվանով։ Թայվանը Բայց Թայվանի գրավումը, պարոն Ներսիսյան, Չինաստանի թիվ 1 խնդիրը, որը դուք հիմա նկարագրեցիք, չի լուծում։ Նույնիսկ Թայվանի գրավումը։ որոշակի առումով Առևտրային շղթաները էլ ավելի են փակվելու։ բաների միկրոսխեմաների կախվածությունն է ավելացնում, որովհետև միկրոսխեմաների 3 հիմնական բան կա այսօր, մեկը Եվրոպան է, որը այդ կարգի չունի, օրինակ, չգիտեմ, Գերմանիայում կա, ես գիտեմ, օրինակ Դրեզդենում փորձում են սարքեն, բայց այդ մեծ փոքրությունը չունի, հա, 0.07 նանոմետր, ես այդքան շատ բան, բայց օրինակ բանը 2.004 կարող է սարքել երկու պետություն, մեկը Չինաստանն է, մյուսը Թայվանն է։ Հետո բացի դրանից, այդ առևտրային ճանապարհը բացվելուց հետո այստեղ այդ մետաքսի ու հյուսիս-հարավի կոնֆլիկտն էլ արհեստական կարծես տեսակված է, բայց չէ։ Ըստ էության Չինաստանը ուժի ցուցադրությամբ փորձում է Միացյալ Նահանգներին որոշակի զիջումներ կորզել, բայց այստեղ խնդիրը թե Թայվանը վերջնական մնալու է այնպիսին ինչպիսին որ կա, Միացյալ Նահանգները ինչի դիմաց է պատրաստ զիջելու այն մեծ ծովային ճանապարհները, որ ինքն է վերահսկում ըստ էության, ինչի դիմաց պետք է զիջի։ Այսինքն եթե մենք գտնենք թե ինչի դիմաց պիտի զիջի եւ ինչ պետք է ստանա, ես կհամ Խաղաղ օվկիանոսի այդ հատվածի մասին է խոսքը գնում, թե ոչ միայն Թայվանի։ ամենամեծ ապրանքաշրջանառությունը այդ ճանապարհով է գնում։ Դեպի Եվրոպա, դեպի արաբական երկրներ անգամ, այսինքն այդ հիմնական ճանապարհը դա է։ Այդ ճանապարհի վրա նաև իր վերահսկողությունը ունի Հնդկաստանը, մենք մոռացանք դառնալ Հնդկաստանի մասին խոսենք։ Իսկ Հնդկաստանը ոչ օֆիցիալ դաշնակցային հարաբերություն ունի նահանգների հետ այդ հարցում, իսկ իրական դաշնակցային հարաբերություն ունի Մեծ Բրիտանիայի հետ։ Որովհետև այդտեղ միատեղ Մեծ Բրիտանիա կա, որ հետաքրքրված չէ Թայվանը տալու հարցում էլի։ Այսինքն, այստեղ պետք է գտնենք, թե ինչ է ստանալու Միացյալ, եթե մենք գտնենք, թե ինչ է ստանալու Միացյալ Նահանգները, մենք խոսենք մեծ գործարքի մասին, բայց եթե մենք չտեսնենք, թե ինչ է ստանալու, ապա մենք չենք կարողանա խոսենք։ Երբ որ ես ասում եմ գործարքի մասին, երբ որ ես խոսում եմ գործարքի մասին, ես չեմ բացառում ձեր մեջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի գործարքի մասին, ես չեմ ասում Թայվանի մասին է գործարքը, շատ ավելի մեծ գործարքի, որտեղ Թայվանը ուղղակի խաղակարտերից մեկն է, որը օգտագործվում է Չինաստանի կողմից։ Ես չեմ ասում իրենք Թայվանի մասով են գործարքը։ Ես չեմ հերքում, ես չեմ բացառում ձեր ասածը։ Ես ուղղակի փորձում եմ այլընտրանք գտնել։ Եվ երևի թե վերջին տրամաբանական հարցը այս ընդհանուր համապատկերում մեր գործողությունները, որոնք պետք են, դուք նշեցիք, որ ներքին կարողություններն է պետք զարգացնել, ժամանակը շատ քիչ է, իսկ դիվանագիտական առումով, քաղաքական առումով եղած գիծը պետք է փոփոխել, թե չէ։ Գիտեք, հաշվի առնելով այս բոլոր խնդիրները, ռիսկերը եւ մարտահրավերները։ Արժեքային մասով, եթե ներսում որոշակի փոփոխություններ կատարենք, այսինքն եթե մենք բացառենք, որ այստեղ հաց, այստեղ կացն է մերը, որովհետեւ մենք պետք է այս դիվանագիտությունը ինչի է բերելու, այս դիվանագիտությունը բերելու է բաց սահմանների, բերելու է առևտրի եւ բերելու է առևտրաշրջանառության մեծացման, որը որ գումար է բերելու Հայաստանի Հանրապետություն։ Եթե մենք ներքին արժեքային համակարգը փոխենք եւ ներքին քաղաքականություն դնենք մի փոքր ներքին սպառողի շահերի մասին, մտածենք, հայտարենք դրա մասին, ապա համոզված եմ, որ արտաքին դիվանագիտությունը ավելի սինխրոն կդառնա ներքին դիվանագիտության հետ եւ շատ մտավախություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում այն քաղաքացիների, ովքեր որ տնտեսվարողներ են, ովքեր որ զբաղվում են օրինակ գյուղատնտեսությամբ, որովհետև գյուղատնտեսությունը շատ վտանգավոր վիճակում է հայտնվելու, եթե սա չանենք։ Նաև ինչու՞ չէ քաղաքացիության հարցը փոխելու, ներքին միգրացիոն եւ էմիգրացիոն պրոցեսները կառավարելու եւ այլ արժեքային առումով Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ներկայացնելու, որովհետև ինտերնացիոնալիզմը, որը որ քարոզում է ըստ էության այսօր, հայինչ թող գնան գան, թե թող Հայաստանի Հանրապետություն անունով լինի, այստեղ ըստ էության մարդիկ թող լավ ապրեն, բայց դրանով չի սահմանափակվում էլ պետության գործառույթները, մարդիկ կարող են Հունաստանում էլ լավ ապրեն, Պորտուգալիայում էլ լավ ապրեն։ Մենք պետք է հասկանանք, թե այս պետությունը մեր համար
ինչ է նշանակում, ինչերից է պետք եւ ինչու ենք այս մի փոքր տարածքում կուտակվել, բացի որ ուզում ենք լավ ապրենք, կուշտ լինենք եւ ասենք, չգիտեմ, օրինակ հնարավորություն ունենանք առանց վիզա Եվրոպա գնալ գալու։ Պարոն Ներսյան, թույլ տվեք շնորհավորել ձեր եկող նոր տարին, հուսով եմ, որ տարին ձեզ համար կլինի պտղաբեր, առողջ եւ ամենակարևորը հեռանկարային։ Եվ շնորհակալ եմ հարցազրույցի։ Նույնությամբ, պարոն Ստեփանյան, ձեզ էլ նույնությամբ ամբողջ ձեզ։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։